Վաղարշապատի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը լրագրողներից է լսել, որ իրավապահները հետաքրքրված են իր պաշտոնավարման տարիներով ու քրեական գործ են հարուցել։ Ես այդ ամեն ինչին տեղեկացվել եմ լրատվականներով, միջև առօրս մեզի ոչ մեկ ոչ տեղեկացրել է, ոչ առավել եւս ցանոցագիր են ուղարկել կամ չգիտեմ ոչ էլ եկել են ինչ-որ հանդիպման կամ մեզ հրավիրածել էին, ընդհանրապես մենք էլ ես էլ ինքս լրատվականներից եմ իմացել։ Գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, թե Դողս ու Ծաղկունք համայնքների վերաբերյալ քրեական գործեր է նախաձեռնվել պաշտոնական լիազորությունների չարաշահման ու գույքի հափշտակության հոդվածներով, որ համայնքապետերի պաշտոնավարման մասին է խոսքը, եւ կոնկրետ ինչ են արել, իրավապահ կառույցներից հրաժարվում են մանրամասնել։ Լրագրողներից Լիա Սարգսյանն էր փաստաթղթեր հրապարակել, որ քրեական գործերը վերաբերում են Փաշինյանի կառավարությանը քննադատող Մայր Հայաստան կուսակցության ցուցակում հայտնված նախկին համայնքապետերին Գրիշա Հարությունյանին ու Դավիթ Կարապետյանին։ Ես աշխատել եմ մոտ 5 տարի, ես ոչ մի նմանատիպ, չգիտեմ, պաշտոնական դիրքի շարաշահում, գույքի հափշտակում, նմանատիպ բան չունենք արած, սպասենք տենանք ինչա դառնալու, որտեղ ես ինքս նորից եմ կրկնվում, ես այդ ամեն ինչի մասին տեղեկացել եմ լրատվականներից։ Գրիշա Հարությունյանը Դողսի գյուղապետն է եղել 2016-ից մինչև 2021 թվականը, ոչ պաշտոնավարման շրջանում, ոչ էլ հրաժարականից հետո, իրավապահներն ասում է իրեն չեն հիշել։ Քրեական գործը հարուցվեց Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի օրերին, երբ նախկին համայնքապետը ընդդիմադիր Մայր Հայաստանի ցուցակը գլխավորեց։ Արդյոք քաղաքական դրդապատճառով են իրավապահները հասել իր պաշտոնավարման տարիներին։ Գրիշա Հարությունյանը խուսափեց գնահատականներ տալ։ Հասկանանք էդի արդյոք իրականությունը, արդյոք մեր վրա գործ են հարուցել, արդյոք հասկանանք ինչի մասին է։ Նոր այդ վաղ հասկանանք ինչ ենք անում, ինչն է խնդիրը։ Ծաղկունքի նախկին համայնքապետն էլ Դավիթ Կարապետյանը ընդդիմադիր կուսակցության ցուցակի երկրորդ տեղում էր։ Նա էլ պաշտոնավարել է 20 տարի 2001-ից մինչև 21-ը։ Արդյոք տեղյակ է քրեական գործից ու արդյոք իրավապահները նախկինում հետաքրքրվել են իր պաշտոնավարման տարիներով։ Դավիթ Կարապետյանից ճշտել չհաջողվեց։ Ընդդիմության ցուցակում հայտնված այս թեկնածուն էլ 4 տարի աշխատել է Փաշինյանի պաշտոնավարման օրոք։ Ինչու հանկարծ նրան հիշեցին հիմա։ Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պնդում է, սա զուգադիպություն չէ, քաղաքական հաշվեհարդար է, ճնշելու, վախեցնելու գործիք, ու հենց քաղաքական նկատառումներով էլ իրավապահները սկսել են արխիվները փորփրել։ Գիտեք ինչ, այս 7 տարիա հանկարծ պարզվեց հենց Մայր Հայաստանի ցուցակի վերին հորիզոնականներում հայտնվեցին, միանգամից այդ հիմքերի մասին հիշեցին։ Մի խոսքով գործ են կարմական, հետո որովհետև այդ մարդիկ մինչև այդ կային, այդ ամեն ինչը կար ու հանկարծ հիշեցին, որ իրենք ինչպես համայնքապետ բան են արել, էլի։ Ինչ փուլում է այս քրեական գործը, նրանց մեղադրանք առաջադրվել է, քննչական կոմիտեի լրատվականից մեր այս հարցին դեռ չեն պատասխանել։ Գրիշա Հարությունյանը վստահեցրեց, մինչև այս պահը որևէ իրավապահ կառույցից իր հետ չեն կապվել ու ոչինչ չեն փոխանցել։ Արդյոք նախկին համայնքապետերի պաշտոնավարման տարիների վերաբերյալ իրավապահներն ավելի վաղ էլ կասկածներ ունեին։ Եվ ինչու վարույթները նախընտրական շրջանում հարուցվեցին, քննչականից չեն մեկնաբանում, բայց կառույցի ղեկավարը այլ գործերով հերքել է քաղաքական պատվեր կատարելու մեղադրանքները։ Մայր Հայաստանը նախնական արդյունքներով Վաղարշապատի ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել է ու կլինի ավագանիում, երրորդ ուժն է։ Մայր Հայաստանը Ծաղկունքում իշխող ուժից շատ ձայն է ստացել։ Գրիշա Հարությունյանի գյուղում էլ Դողսում Փաշինյանի թիմից 150 ձայն ավելի են ստացել։ Իմ աշխատած տարիների ընթացքում ես ոնց որ շփվել եմ համայնքի ղեկավար բնակիչների հետ, միջև օրս էլ նույն ձևի շփվում եմ բնակիչների հետ, երբևիցե նենց չի ելել, որ ես հայացքս փախցնեմ իրանցից կամ գլուխս կախեմ։